Հարգելի հայրենակիցներ, այսօր անվտանգության թեման Հայաստանի Հանրապետության տեսական կամ հեռանկարային հարց չէ այլևս, այն մեր առօրյայի, մեր պետականության ու մեր ապագայի հիմնասյունն է։ Ներկայումս մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական համակարգը վերաձևավորվում է, ուժերի կենտրոնները փոխվում են, իսկ փոքր պետությունների համար սխալ հաշվարկի գինը կարող է լինել ճակատագրական։ 21-րդ դարի երկրորդ քառորյակում աշխարհը թևակողել է կառավարվող անկայունության փուլ։ Ինչպես տեսնում ենք, ուկրաինական պատերազմը, Չինաստանի հարաճող դերի ավելացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարվածությունը եւ այս բոլոր գործընթացները վկայում են այն մասին, որ կառավարահին մեխանիզմները անվտանգության կարգավորման այլևս չեն գործում։ Եվ այս պարագայում փոքր պետությունները, օրինակ ինչպիսին Հայաստանն է, կարող են կանգնել մի շարք վտանգների առաջ։ Առաջինը, որ կարող են դառնալ հակամարտող պետությունների թատերաբեմ շահերի բախման կիզակետ։ Երկրորդը կարող են առավելագույն կախվածություն ունենալ որևէ մեկ դաշնակցից, եւ երրորդը հակառակը մնալ մենակ առանց հստակ անվտանգության համակարգի։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կառուցված է եղել մեկ հիմնական առանցքի շուրջ, այն է ռազմաքաղաքական դաշինք եւ զսպման գործոն։ 2020 թվականի Արցախյան պատերազմ, ինչպես տեսանք, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները, ցույց տվեցին, որ այս մոդելը ոչ լիարժեք է աշխատում։ Եվ մենք կանգնեցինք մի իրողության առջև, որ դաշնակցային պարտականությունները իրականացվեցին ոչ ակնկալվող ծավալով, միջազգային կառույցները սահմանափակվեցին զուտ հայտարարություններով, իսկ տարածաշրջանում անվտանգության եւ ուժային հավասարակշռությունը փոխվեց ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Անվտանգությունը պետք է ընդունենք այսօր, որ դա միայն բանակը չէ։ Այսօր անվտանգությունը չի սահմանափակվում ռազմական բաղադրիչով։ Ժամանակակից պետությունում գործում են անվտանգության հիմնական հիմնասյուններ եւ ռազմական բաղադրիչը դրանցից առաջինն է։ Շատ կարեւոր նշանակություն ունի նաեւ դիվանագիտական բաղադրիչը, ինչպես նաև տնտեսական, տեղեկատվական եւ հասարակական բաղադրիչները։ Եվ ահա այս 5 բաղադրիչներից որևէ մեկի անկայուն կամ խոցելի լինելու դեպքում անվտանգության համակարգը դառնում է անկայուն։ Ինչպես տեսնում ենք, Հարավային Կովկասը այսօր դարձել է էներգետիկ, տրանսպորտային եւ ռազմական շահերի բախման կենտրոն։ Երևում է, որ Ադրբեջան եւ Թուրքիա տանդեմն ունի իր հստակ ռազմաքաղաքական օրակարգը, Իրանը սահմանում է իր կարմիր գծերը, Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը պահպանել Հարավային Կովկասում, իսկ Եվրոպան փորձում է ներգրավել եւ պահպանել իր ազդեցությունը նույնպես Հարավային Կովկասում։ Եվ այս պայմաններում շատ վտանգավոր է Հայաստանին մնալ օրինակ արձագանքող պետություն, Հայաստանը պետք է լինի նախաձեռնող պետություն, իսկ դա նշանակում է սահմանել սեփական ազգային շահերը, ամրապնդել պետական ինստիտուտները եւ ստեղծել անվտանգության ճարտարապետություն, որը կախված չի լինելու մեկ կենտրոնից։ Եվ ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության մոդելը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության մոդելը պետք է լինի ինքնիշխան, որը կազմված է 3 հիմնական առանցքների շուրջ։ Ինքնիշխանություն, ինքնուրույնություն, պրագմատիզմ, այն է էմոցիոնալ քաղաքականությունից անցում հաշվարկված շահահեն մոտեցման եւ երրորդը ներքին ուժ։ Յուրաքանչյուր ուժեղ պետություն սկսվում է ներսից, որը կառուցված է վստահության, արդարության եւ միասնականության սկզբունքի հիման վրա։ Հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դա այլևս ապագայի հարց չէ, դա ներկայիս քաղաքական որոշումների արդյունք է։ Եվ մենք կանգնած ենք ընտրության առաջ լինել որպես օբյեկտ այս մեծ աշխարհաքաղաքական խաղում, թե դառնալ սուբյեկտ սեփական օրակարգով։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ուժեղ պետությունները չեն կործանվում արտաքին թշնամիների կողմից, եթե ներսից ուժեղ են։ Եվ հետևաբար մեր խնդիրը այստեղ դառնում է պարզ, բայց նաև դժվար, այն է ստեղծել անվտանգ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանի Հանրապետություն։ Եվ դա հնարավոր է, եթե անվտանգությունը դառնա ոչ թե օրվա իշխանությունների կամ կառավարության, այլ ամբողջ հայ ժողովրդի գործը։